Մենք սիրում ենք ինֆորմացիան արագ կլանել ու առաջ անցնել, բայց այս ձայնագրության մեջ ես ձեզ ցույց կտամ, սիրելի բարեկամներ, որ եթե դու Աստվածաշունչը կարդում ես մակերեսային ձևով, արագի մեջ, վռազь, դա մեզանից թաքցնում է աստվածաշնչյան իրականությունը կամ էլ այդ իրականության մի մեծ մասը։ Օրինակի համար դուք ինչ եք կարծում, հիշում եք այդ պատմությունը, երբ որ Աբրահամը Իսահակին տանում էր զոհաբերության։ Դեզանից շատերը երևի մանուկների աստվածաշնչի մեջ տեսել են, չէ՞։ Աբրահամը Իսահակին բռնած տանում է զոհաբերության։ Քանի տարեկան էր Իսահակը։ Պարզվում է, որ ինքը շատ մեծ տղա էր, մանուկ չէր։ Կամ օրինակի համար, երբ որ Նոյը կառուցում էր տապանը, քանի տարի տևեց այդ տապանի կառուցումը։ Կամ երբ որ Մովսեսը նոր էր ամուսնացել էր, գնացել էր ուրիշ երկիր, փախել էր ուրիշ երկիր եւ այնտեղ ամուսնացել էր եւ Աստված Մովսեսին երևաց անկեզ մորենու մեջ, քանի տարեկան էր Մովսեսը։ Երբ որ դուք այս հարցերի պատասխանները տեսնեք, դուք էլ կզարմանաք, ինչպես որ ես զարմացա, երբ որ սկսեցի ուշադիր կարդալ Աստվածաշունչը, եւ ես տեսա, որ Աստվածաշունչում շատ մարդիկ իրենց կյանքի գլխավոր առաքելությանը հասել են մի այնպիսի տարիքում, որ մեզանից շատ-շատերը համարում են, որ թոշակի անցնելու տարիք է։ Ու ասում են, լավ, արդեն թոշակի ենք անցել, բայց պարզվում է, որ Աստված կարող է քո համար շատ մեծ առաքելություն ունենա այդ տարիքում։ Ողջույն ձեզ, սիրելի բարեկամներ, խնդրում եմ ուշադրությամբ եւ համբերությամբ լսեք այն, ինչ որ հիմա ձեզ պատմելու եմ, եւ այդ մասին պատմեք ձեր ընկերներին ու երեխաներին, ձեր ընտանիքներին, եւ եթե օգտակար լինի, դուք էլ կիսեք ձեր էջերին, որպեսզի ավելի շատ մարդիկ իմանան այս բաների մասին, ու Աստվածաշունչը կարդալով մենք հասկանանք ճշմարտությունը, որովհետեւ Աստվածաշունչը կարդալու մասին շատ բաներ կա ասելու, դու պիտի կարդաս ուշադրությամբ, դանդաղ, դու պիտի կարդաս եկեղեցու համատեքստում, թե ինչպես են եկեղեցու հայրերը մեկնաբանել ան, եւ դա միայն ինֆորմացիա ստանալու համար չի, այլ դու այն ինչ որ կարդում ես, պետքա տեսնես, թե Աստված քո հետ ոնց է խոսում քո կյանքի մեջ, եւ դու ինչպես պետք է Աստուծո ասածներ, իր կամքը, իր պատվիրանները իրագործես քո կյանքի մեջ եւ դադարես անել որոշ բաներ, որ անում ես մինչեւ այդ, եւ անես այն, ինչ որ չէիր անում մինչեւ այդ, բայց պիտի արվի։ Ուրեմն Աստվածաշունչ ամեն օր Telegram-յան էջ ունենք Telegram-ում, որ կոչվում է Աստվածաշունչ ամեն օր, եւ այնտեղ ես օրական մի հարց եմ գրում Աստվածաշունչի մեկ գլխից, տալով մի քանի պատասխան տարբերակներ, եւ տասնյակ հազարավոր մարդիկ են այդ ալիքում, ովքեր որ ամեն օր միասին կարդում ենք Աստվածաշունչը եւ պատասխանում այդ հարցերին։ Այսինքն հարցերի միջով սովորում ենք Աստվածաշունչը։ Եթե տեղյակ չեք, դուք էլ միացեք Telegram-ում փնտրեք Աստվածաշունչն ամեն օր եւ կգտնեք եւ հղումն կդնեմ այս ձայնագրության կոմենտների բաժնում։ Այնտեղ օրեր առաջ այսպիսի մի հարց կար Գործ Առաքելոցի 7-րդ գլխից, մենք հիմա սկսել ենք կարդալ Գործ Առաքելոցը Սուրբ Հարության տոնից հետո եւ հասել ենք 7-րդ գլխին, այնտեղ մի հարց կար, որտեղ որ Սուրբ Ստեփանոսը վկայելով հրեաներին իրենց կյանքի, իրենց ազգի պատմության եւ թե ինչպես դա բերեց Քրիստոսին այդ մասին, պատմում է Մովսեսի մասին եւ հարցը այսպես էր. Մովսեսը քանի տարեկան էր, երբ որ Աստված իրեն խոսեց անկեզ մորենու միջից Սինայի անապատում։ Հետաքրքիր է, չէ՞, եթե դուք կինոներ եք տեսել, երևի կտեսնեք, որ Մովսեսը այնտեղ ջահել տղա է, որովհետև Մովսեսը փախել էր իր երկրից, Եգիպտոսից եւ գնացել էր Մադիամի երկիր, այնտեղ ամուսնացել էր եւ հետո այնտեղ Աստված իր այդ խոսում է Սինայի անապատի մեջ ու ինքը հետ է գալիս։ Ուրեմն հարցի տարբերակներն այսպես են, կարծեմ 50 տարեկան կամ, չգիտեմ, 40 տարեկան կամ 60 տարեկան, բայց պարզվում է, որ Մովսեսը 80 տարեկան էր, մեծ պապիկ էր, երբ որ Աստված իրեն խոսեց Մադիամի երկրում Սինայի անապատում, որովհետև այնտեղ շատերը որ արագ կարդում են, ասում են, երբ որ 40 տարեկան լրացավ, երբ որ 40 տարի լրացավ, Աստված Մովսեսի հետ խոսեց անկես մորենու միջով 40 տարի լրացավ ինչից, իր ծննդից, թե չէ, երբ որ դու մի քանի համարներ հետ ես գալիս, տեսնում ես, որ Մովսեսը երբ որ 40 տարեկան էր, ասում է իր մտքում դրվեց գնալ եւ շրջել իր հայրենակիցների մեջ, տեսնել թե հրեա ժողովուրդը Եգիպտոսում ինչ ծանր վիճակում մեջ է ապրում, չէ՞ որ ինքը պալատում էր ապրում։ Հետո այնտեղ գնում է մարդասպանում հրեա իր երիտասարդների մարդկանցից մեկի թասիբին կանգնելու համար, փախնում է երկրում, այս ամեն ինչը երբ որ ինքը 40 տարեկան էր։ Գալիս է Մադիամի երկիրը, Սինայի անապատի կողմերը, այնտեղ ամուսնանում է եւ իր աներոջ գառներն է արածացնում եւ մեկ էլ ասում է 40 տարիներ լրանալուց հետո Աստված խոսեց նրան անկես մորենու միջև։ Այսինքն այդ ժամանակ Մովսեսը 80 տարեկան մարդ էր։ Մի տարիք, որոնցից մեզանից շատերը որ համարում են խորը թոշակի անցած տարիքում, մարդը 80 տարեկան է,
Եվ Աստված իրան ասում է, ես քո շատ մեծ գործ ունեմ, պատմության ամենամեծ գործերից մեկը, դու պետք է գնաս Եգիպտոս, պետք է խոսես Փարավոնի հետ եւ այս ժողովրդին պետք է հանես բերես այս երկիրը պետքա տամ իրան։ Եվ Մովսեսը 40 տարիներ դա արեց, եւ Մովսեսը ապրեց 120 տարի։ 40 տարեկանում ինքը Եգիպտոսից փախավ, գնաց ամուսնացավ, հովիվ էր աշխատում այդ մարդը, գառնարած մարդ էր, թոշակի անցած տարիքի իբր թե, մեկ էլ 80 տարեկանում Աստված իրեն ասում է, քեզ ուղարկում եմ նորից Եգիպտոս, գնա իմ ժողովրդին հանի բեր, ու դա տևեց 40 տարի, Մովսեսը մահացավ 120 տարեկան հասակում։ Տեսնում եք, երբ որ մենք Մակերեսային ենք կարդում, մեզ թվում է թե Մովսեսը 40 տարեկան տղամարդ էր իր ուժերի եռուն շրջանում ու գնաց այդ գործը արեց, բայց ոչ։ Մովսեսը 80 տարեկան պապիկ էր, կարողա թորներ ուներ արդեն, տղաներ ուներ իհարկե, թորների մասին ոչինչ գրած չի։ Ինչևէ, եկեք որ էլի էսպիսի օրինակ նայենք, օրինակի համար դուք տեսել եք մանուկների Աստվածաշնչի մեջ, երբ որ Աստված ասում է Աբրահամին, որ եթե տար Իսահակին զոհաբերի թեև խոսք էր տվել, խոստում էր տվել, որ Իսահակի միջոցով պետք է լինի Աբրահամի սերունդը։ Աբրահամը լսում է, հնազանդվում է, ու մենք տեսել ենք նկարների մեջ, որ Աբրահամը մի հատ փուճուր երեխա է տանում 5-ից 10 տարեկան, տանում է զոհաբերելու, բայց երբ որ Աստվածաշունչը ուշադիր ես կարդում ու այդ թվերը համեմատում ես Սարայի, Իսահակի մոր մահվան տարիքի հետ, տեսնում ես, որ Իսահակը մեծ տղա էր, մոտ 25-ից 37 տարեկան տղա էր, մոտ լավ ասենք միջինը 33, դա Քրիստոսի տարիքի տղա էր։ Դրա համար հիշում եք այնտեղ, որ Աբրահամը տանում, ասում է Աբրահամը կապեց նրան։ Բայց Իսահակը հնազանդվեց իր հոր կամքին, ինչպես որ ցույց տվեց Աստվածաշնչի 5 կտակարանը, դա նախատիպն է նոր կտակարանի, ինչպես որ Քրիստոսը հնազանդվեց իր հոր կամքին եւ կամավոր գնաց խաչելության, բայց Աստված իհարկե Իսահակին այնտեղ փրկեց եւ գառ տվեց, որպեսզի գառը զոհաբերի։ Ուրեմն երբ որ արագ Մակերեսային ենք կարդում, մեզ թվում է թե Իսահակը փոքր 5 տարեկան երեխա է, բայց պարզվում է ինքը չափահաս տղամարդ էր։ Կամ մյուս օրինակ, եւս մի օրինակ, երբ որ արագի մեջ ես կարդում, Աստված Նոյին ասում է, տապան սարքի Նոյ, տապանա սարքում ու գնում է։ Ինչ է կարծում այդ տապանի շինարարությունը ինչքան տևեց։ Աստվածաշնչում միտեղ կասում է Նոյ 500 տարեկանում տղա ունեցավ։ Կարող է իր առաջի երեխան չէր, երկրորդներ կամ չգիտեմ երրորդներ։ Եվ ասում է 600 տարեկանում տապանը պատրաստ եղավ։ Այսինքն 100 տարի տապան էր սարքում չոր հողի վրա ու քարոզում էր, որ ժողովուրդ ջրհեղեղա լինելու։ Չոր հողի վրա, ովքեր որ եղել են այդ կողմերում, տեսած կլինեն, եթե գնացել եք Իսրայել կամ Մերձավոր Արևելք, անապատա, չոր հողը։ Նոյը տապան էր սարքում ու անհնար բան էր ասում, որ ժողովուրդ ջրհեղեղա լինելու, Աստված կործանելու այս ամեն ինչը մեղքի պատճառով, դարձեք առաստված, ապաշխարեք, զղջացեք ձեր մեղքերի համար, փոխեք ձեր վարկը։ Մարդիկ ձեռ էին առնում, ասում են երևի գժվել է, որովհետև արդեն մի 600 տարեկան մարդ էր այդ ժամանակ։ Թոշակի անցած մարդ էր։ Բայց եղավ ջրհեղեղը եւ փրկվեցին միայն իրենք։ Ինչու է մեզ ձայնագրությունը պատրաստել, սիրելի ժողովուրդ, երբ որ Աստվածաշունչը կարդում եք, ուշադրությամբ կարդացեք այս գիրքը։ Եթե մենք ուշադրությամբ չկարդանք, դանդաղ չկարդանք, եկեղեցու հայրերի ուսուցման համատեքստում, եկեղեցու համատեքստում չկարդանք, մենք չենք իմանա, թե Աստված այս տողերի արանքում մեզ հետ ինչ է խոսում, ոնց պետք է մենք փոխենք մեր կյանքը, որ հաճելի լինենք եւ մնանք Աստուծո սիրո մեջ։ Խնդրում եմ ուշադրությամբ կարդացեք Աստվածաշունչը, դանդաղ կարդացեք ու միշտ ապեք, որպեսզի այս տեսակ բաները բաց չթողնեք։ Օրինակի համար հավանաբար դուք չգիտեիք, ես այդ ժամանակին չգիտեի, որ Նոյը 100 տարում կառուցեց տապանը, որ Իսահակը մոտ 25-ից 37 տարեկան տղամարդ էր, երբ որ իր հայրը Աբրահամը նրան տանում էր զոհաբերելու եւ ինքը հնազանդվեց, որ Մովսեսը 80 տարեկան պապիկ էր, երբ որ Աստված իրեն կանչում էր նոր առաքելության։ Դե լավ եղեք սիրելի ժողովուրդ ջան, դուք էլ միացեք մեզ, եթե Telegram ունեք, փնտրեք Telegram-ում Աստվածաշունչն ամեն օր, միացեք եւ դուք էլ մեր հետ տասնյակ հազարավոր հայ մարդկանց հետ օրեկան գոնե 1 գլուխ Աստվածաշունչ կարդացեք։ Ու եթե այս ձայնագրությունը ձեր սրտին խոսեց, դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ իմանան եւ պատմեք ձեր երեխաներին։ Փառք Հոր եւ Որդվո եւ Հոգվին Սրբո, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։